Արծիվի նման ես զգում, մտնում ես Սարյանի միջավայրը, հեքիաթային աշխարհում ես, գույները, կենդանիները շարժվում են, ջրերը քչքչան, շատ լավ է, երաժշտությունը պար է։ Ջուրը։ Ինչով է սարքը։ Ագբան Հայաստանում առաջինը թողարկեց Visa Signature Limited Edition քարտը, որտեղ կիրառված են ինովացիոն AR տեխնոլոգիաներ։ Սկանավորելով քարտը կրկին հնարավոր է հայտնվել Հայաստան Պաննոյում։ Հենց այս նախաձեռնությունից էլ մեկնարկեցին Ագբա բանկի եւ Հայաստան համահայկական հիմնադրամի համատեղ իրականացվող սարյանական նախագծերի շարքը։ Շատ սարյանական էր, հատկապես դեղին է, որ ամենուր էր ու իրական Հայաստանի կերպարն էր, ամբողջ բնաշխարհը Հայաստանի ու մի տեսակ շատ ոգեշնչող էր։ Բաշալի սարյանական մի ամբողջ արևիկ ճառագայթներով ողողված մենակ Մասիսարն արդեն հերիք էր։ Մի հրաշալի, չգիտեմ, հայտնվեցիր մի աննկարագրելի վայրում։ Աննկարագրելի, չգիտեմ, այս սենց հաճույք, սենց ապրումներ ես երբևիցե չէի ունեցել, շնորհակալ եմ շատ կազմակերպիչներին, անչափ, որ նման այս հաճելի պահը ես ապրեցի։ Վիրտուալ ճանապարհորդությանը հաջորդում է Սիմֆոնիկ Սարյանը, մեծանուն կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 105-ամյակին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գործընկերոջ Ագբա բանկի հետ նախաձեռնել է համերգային երեկո։ Արվեստի երկու մեծ վարպետների հոր եւ որդու փոխադարձ ներշնչման արդյունքում ծնվեց ստեղծագործություն, որը միավորում է գեղանկարչական գունեղությունն ու սիմֆոնիկ հնչեղությունը։ Ղազարոս Սարյանը այս երաժշտությունը ստեղծել է հոր գեղանկարչությամբ ոգեշնչված։ Սիմֆոնիկ ստեղծագործությունը բաղկացած է 4 մասից՝ Գառնի, Հին Երևան, Արարատյան հովիտ եւ Արևային բնանկար, որոնցից յուրաքանչյուրն իր հնչյուններով արտացոլում է սարյանական եռամաս նկարի արևոտ գույները, հայրենի բնության ու ազգային կենցաղի պատկերները։ Այդ կտավը դարձել է մեր Հայաստանի ժողովրդի, մեր մշակույթի վերածնման կոդը, վերածնման, այսինքն գրավականը։ Մեզ այսօր ավելի քան անհրաժեշտ են այդ լիցքերը եւ մենք շատ շնորհակալ ենք Ագբա բանկին, որը կյանքի կոչեց մի շատ գեղեցիկ ծրագիր։ Ագբա բանկի հետ մեր համագործակցությունը արդեն մի քանի տարի է շատ մեծ թափով եւ շատ հետաքրքիր նախագծերով իրականացվում է։ Նվագախմբի Ագբա բանկի համատեղ ջանքերով մենք իրականացնում ենք այնպիսի նախագծեր, որոնք մեծ արժեք են ստեղծում։ Իդեպ այս համերգից հետո մեր համագործակցության շրջանակներում այս ստեղծագործությունները ձայնագրվել են եւ հետո տեղադրվել են հայտնի մեդիա հարթակներում, որպեսզի միասին մենք կարողանանք մեր կոմպոզիտորական արվեստը հանրահռչակել։ Մայիսի 17-ին թանգարանային գիշեր միջոցառման շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն թանգարանում երեկոյան 7-ից սկսած բոլոր ցանկացողները կարող են փորձարկել ներդրված AR ու VR տեխնոլոգիաները։ Ագբայի այս նախաձեռնությունները մեկտեղում են հայկական արվեստի ժառանգությունը, ինովացիոն տեխնոլոգիաներն ու բանկային նոր փորձառությունը, հնարավորություն ստեղծելով նորովի բացահայտել հայկական մշակութային հարստությունը։